1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Բնականաբար, որքան մոտենան ընտրությունները, այնքան մասնակից քաղաքական ուժերը փորձելու են ավելի ակտիվորեն ցույց տալ ինչպես ժողովուրդն է ասում իրենց հունարը, այսինքն ով ինչ կարողանում է անել, դա էլ ավելի ինտենսիվորեն է ցույց տալու։ Բնականաբար, քանի որ իշխող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանը այս ընտրարշավը իր կառուցել է հիմնականում բնակչությանը վախեցնելու, ահաբեկելու վրա, բնականաբար ավելի ու ավելի ուժեղացնելու է այդ ահաբեկումները, որ չկա, որ նորանոր ձերբակալություններ չլինեն, ընտրակաշարք տալու փաստերի վերաբերյալ թվացյալ կամ ենթադրվող, արդեն իսկ Անդրանիկ Թևանյանը որպես լրտես կալանավորված է, վստահ եմ էլի կալանքներ կլինեն մինչև ընտրությունները, ուղղակի եթե շաբաթներ առաջ ողջ հասարակությանն էին ահաբեկում, որ եթե մենք չընտրվենք սեպտեմբերին լինելու է պատերազմ, հիմա արդեն ավելի կոնկրետ են թիրախավորում, օրինակ թիրախում են հայտնվել կոնկրետ Գագիկ Ծառուկյանը, որի առանձնատունը սպառնում են խլել, եւ ընդհանրապես ընդդիմության ինչպես իշխանություններն են ասում, այդ եռագլուխ հրեշիրի ձեռներին փորձում սպառնում են բոմժ դարձնել կամ միզույն բոթասով դարձնել եւ այլն, լսենք այդ հատվածը Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանին Սարի գլխին սարքած տունը պետքա ծերերի խնամքի կենտրոն դառնա, ինչպես Փեսայի տունը արդեն սեփականություն է, Գուլոյանի $2.5 միլիոն արժողությամբ։ Ես ասում եմ, Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել, ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ Բնականաբար ԿՊԱ-կան ավելի ցածր օղակների չինովնիկները, ակտիվիստներն էլ ամեն մեկը իր մասշտաբով է շարունակում այդ ահաբեկման քաղաքականություն, օրինակ Թալինի հայտնի տխրահարչակ համայնքապետը բաց տեքստով սպառնում է արցախցիներին, որ եթե չընտրեք, ուրեմն չընտրեք իշխանություններին, ուրեմն վեշերը թավաքեք գնացեք Ռուսաստան, որովհետև Նիկոլ Փաշինյանն է ձեզ տվել այդ տունը, ձեր նպաստները եւ այլն, այսինքն պետական բյուջեն, պետության հատկացված, սրանք նույնն ասում են, որպես է իրենց գրպանից տված մեծ լավություն։ Այս հատվածն էլ դա շատ բնորոշ է։ Ես ոչ մեկ չի ստիպում շապ գնալ։ Տեսեք, այս տունը որ բնակվում է կոմն է։ Տունը ինն է սպայն։ Հա։ Ով է տվել այդ գումարը։ Այդ գումարը տվել է պետությունը, ոչ թե անձամբ ես իմ իշմարտիկ իրանց գրպաներով։ Տեսեք, պետության գլխին կանգնած է մենք։ Ես ուրախ եմ, շարունակեք։ Իսկ այդ ծեր տան երեխաներին ով է օգնի առաջին օրը։ Ասում եմ, ես շնորհակալ եմ եղել այն մարդկանց, ովքեր որ օգնել են։ Թե ովքեր ինչ են ակնարկում, մեզ հետաքրքիր չի։ Մեզ քաղաքականությունը հետաքրքիր չի։ Պարոն Սապյան, ես ձեզ հարգել եմ։ Հայաստանի Հանրապետություն։ Այսպիսով թիրախավորվում են տարբեր խմբեր հասարակության եւ հասկանալի է, որ զուգահեռաբար ինչ որ կայքեր, ինչ որ արտահոսքեր են հրապարակում իբր հետախուզական ծառայությունների տվյալներ, որ այն տեսեք Հայաստանի դեմ դավադրություն է կազմակերպվում, այսքան փող էս ինչը տվեց, էս էին ուզում անեն, այն էին ուզում անեն, բայց այդ ամեն ինչը միակողմանի է, որովհետև տեսեք նույն Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը, եթե նայում ես օրինակ, դրանում իշխանությունները որևէ սպառնալիք չեն տեսնում, որևէ վտանգ չեն տեսնում, թեև ցանկացած այլ իրավական երկրում նման հայտարարությունների համար, նման բառապաշարի համար տվյալ քաղաքական ուժը վաղուց մի 10 անգամ արդեն ընտրաշավից հեռացված կլիներ եւ քրեական գործեր հարուցված կլինեին, բայց չէ, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասում է, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սատկացնելու եմ, չէ, դրանում սպառնալիք չի տեսնում։ Իհարկե, ոչ ասում սպանելու եմ, ասում է սատկացնելու եմ, դա ինչ սպառնալիք։ Քննչականն էլ ասում է, դա իր անձնական կարծիքն է Նիկոլ Փաշինյանի եւ վարույթ հարուցելու հիմքեր չկան։ Ինչևէ, իսկ ինչ է անում ընդդիմությունը, ինչպես է իրեն պահում ընդդիմությունը, նրանք էլ բնականաբար իրենց հունարն են ցույց տալիս,
Սկսենք Սամվել Կարապետյանից, ուժեղ Հայաստան, որը բոլոր հարցումներով անդիմության առաջատարն է, նույնիսկ արդեն էական չի, թե ինչ է ասում Սամվել Կարապետյանը, որովհետև արդեն այն, որ նա ինչ որ բան է ասում, սխալ է, ռազմավարական սխալ է։ Ընդհանրապես այդ ուժը մի քանի ռազմավարական սխալներ արդեն իսկ թույլ է տվել։ Ինչու եմ ասում սխալ է, որովհետև նա հասարակությունը ընկալում էր, որ նա ոչ թե կլինի վարչապետի թեկնածու, այլ կլինի այն ուժը, այն առանցքը, այն պոտենցիալը, որը հնարավորություն կտա Հայաստանում ձերբազատվել այսօրվա իշխանություններից, կազմակերպել նորմալ ընտրություններ, իրականացնել իշխանափոխություն, եւ ոչ թե նա գա դառնա վարչապետ։ Այսինքն դա ընդհանրապես պիտի որևէ բան չասեր։ Տնային կալանք են տվել, պիտի նստել տանը, ընդհանրապես չերևար, այդպես մնաց տվերում, գեներացնել շատ լուրջ շարժում եւ ոչ թե հավակնելով վարչապետի պաշտոնին, դրանով իսկ դառնալ շարքային թեկնածու։ Ընդ որում չունենալով այդ իրավունքը, ճիշտ է, ինքը ասում է, ես գալու եմ փոխեմ սահմանադրության այդ հոդվածը, բայց տեսեք, Հայաստանում բազմաթիվ օրենքներ կա, որ պետք է փոխել, արժե փոխել, բայց կոնկրետ այդ օրենքը շատ նորմալ է, այո, դա լավ օրենք է, իսկապես էլ օտարերկրյա քաղաքացին պիտի իրավունք չունենա ղեկավարել երկիրը։ Հիմա ուրիշ փոխելու բան չկա, հենց դա պիտի փոխել։ Սա մեկ։ Երկրորդ ռազմավարական սխալը այն էր, որ այդ ուժը որոշեց ընտրություններին մասնակցել միայնակ, փաստացի միայնակ։ Եվ երրորդ կարևոր սխալը, կարծում եմ, այն էր, որ վարչապետի ֆորմալ թեկնածու կամ շարժման ֆորմալ ղեկավար կամ ցուցակի առաջին համար դրեց իր եղբոր որդուն։ Այսինքն, եթե մարդը հավակնում է երկրում հասնել իշխանության, իշխանափոխություն իրականացնել, դա ենթադրում է, որ նա պիտի առնվազն 1.5 միլիոն համակիր ունենա, հա, ճակից, լավ, մի միլիոն։ Հիմա այդ միլիոն մարդու մեջ ուրիշ մեկը չկար, անպայման պիտի իր մոտիկ ազգականը լիներ։ Խնդիրը Նարեկ Կարապետյանի անձը չի, շատ նորմալ կրթված երիտասարդ է, խնդիրը դա չի։ Պարզապես երբ այդպես վարվում են բիզնեսմենները, բիզնես կայսրությունները, երբ թույլ չեն տալիս, որ իրենց ակտիվները ընտանիքի շրջապատից դուրս գան, որպեսզի ուրիշ չլի, իրենց ընտանիքի անդամներին են նշանակում։ Այդ մոտեցումը նշանակում է, որ այդ ուժը այս ընտրությունները ընկալում է որպես բիզնես պրոյեկտ։ Այս սա է շատ կարևոր սխալ եւ մարդիկ հասկանում են դա, տեսնում են դա։ Ինչևէ, ինչ է անում, ինչպես է իրեն պահում Ռոբերտ Քոչարյանը։ Նա նույնպես իր հունարը ցույց է տալիս, ասում է այն ինչ կարողանում է ասել, խնդրեմ ավելի լավ է լսենք։ Տեսնում ենք, որ 8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չեն իրականացնել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևան քաղաքում, լափել են, միայն ուտելով չեն կարա, ոնց որ իրենց բան այդ ուրախ ավտոբուսի մեջ ցաղ օրը ուտում են, նույն ձևի այդ 8 միլիարդը բերել են, կերել, զարմանալին է, որ մարսում են, փորկապ չունեն, այդ փորկապը լինելու է հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ին, գիտեք չէ մի սարք կա, այն որ մեջը ջուր են լցնում, փորկապի միայն բուժման գործիքը դա է, բուժելու ենք։ Այսօր մարդը էլի Ռոբերտ Քոչարյանը խոսում է բյուջեն թալանելու մասին, լափելու մասին, ուտելու մասին, պատմում է այն մասին եւ զարմանում է, որ ասում է, այս զարմացած է, որ այդքան ուտում են եւ կարողանում են մարսել։ Այդտեղ ինչ կա զարմանալու, այդ ինչ նորություն է, որ Հայաստանում կարողանում են տարիներ շարունակ բյուջեն լափել եւ մարսել, ինչ եք զարմանում։ Դրա փոխարեն կարող են օրինակ հայելու մեջ նայել։ Եվ էլի խոսում է, հա, սիրելի թեմաներից, կլիզմայից եւ այլն։ Եվ ընդհանրապես այս
Անլրջությունն է ամենավտանգավորը։ Հայաստանը շատ լուրջ ծանր վիճակում է, շատ լուրջ ճամփաբաժանի առջև է կանգնած։ Ինչպիսին կլինի, ինչ ուղղությամբ կգնա, դրանից է կախված պետության ապագան, կամ ընդհանրապես այդ ապագան կլինի, թե չի լինի։ Եվ այս իրավիճակում նայեք քաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում։ Մեկը, չգիտեմ, Սպայդերմենի շորերով ինչ-որ շոուներ է կազմակերպում, չգիտեմ, մի ուրիշը ասում է Աֆրիկայից 70,000, չգիտեմ, վարձկան կբերեմ, կգնանք Ղարաբաղը, կազատագրենք, հա։ Այս անլրջությունը ամենավտանգավորն է։ Հասկանում եք, մենք ճամփաբաժանի առաջ ենք, մի անգամ արդեն մենք այդ լրջանալու պահը բաց ենք թողել, հետևանքները մինչև հիմա վայելում ենք, այսպես ասած։ Հիմա այդ երկրորդ լրջանալու պահն է, բայց հիմա նույնիսկ ավելի վատ է, որտեղ հիմա անգամ հասարակության մեջ այդ ընկալումը չկա, որ պետք է լրջանալ։ Մարդկանց ուղղակի շարժական գույքի նման ամեն մեկը քշում է իր միջոցառումից մյուսը, ինչ որ շոուներ են ցուցադրում, ինչ որ բաներ են ասում, այնպես կարծես այ հունիսի 7-ից հետո կյանքը վերջանալու է, վերջ։ Այդպես չի ախր։ Չէ՞ որ լավ ենթադրենք այսօրվա իշխանությունները կարողացան հանգիստ վերարտադրվել, ենթադրենք, հա։ Եվ ինչ են անելու, ասենք, այդ ուժերը, ինչ են անել։ Ասենք Ռոբերտ Քոչարյանը 21 թվականին ասում էր կրելու ենք, հետո ասում էր մինչև քոքը մաշեցնելու ենք, հիմա ասում է չգիտեմ կլիսմա ենք անելու, 5 տարի հետո գալու է ասի չգիտեմ մինչև մեջտեղն ենք մաշեցնել, մի ուրիշ բան է ասելու, չգիտեմ այն մի ջահելները գնալու են Սպայդերմեն չեն դարենք Սպանջբոբի շորերով հագնեն, հա։ Այն մեկը ավելի նոր այսպես կոստյումով եւ ավելի լավ սանրվածքով է շրջելու, այսպես բանի դեմքով մարդկանց առաջ Ացիկալոնի ռեկլամի նման է, այդ տեսքով։ Չգիտեմ, այն մյուսը ասելու է ես Աֆրիկայից չեմ վարձկաններ բերելու, հիմա չգիտեմ Ինդոնեզիայից եմ վարձկաններ բերելու։ Լրջացեք արիգելիներս։ Այս այդ պահը չի, որ ամեն մեկը գա իր շոուն ցույց տա, եւ ընկալիս է որպես բիզնես պրոյեկտ։ Ու սկսեն հաշվել, թե դու իմ ձայնն ես փոշիացնում, չէ դու ես իմ ձայները փոշիացնում։ Բաժնետ իրական ընկերության նման բաներ, հա։ Ես այսքան շահ կունենայի, բայց դու խանգարում ես իմ շահը պակասելու է։ Սա է վիճակը։ Եվ ընդամենը 12 օր է մնացել, որպեսզի ուղղակի մարդիկ խելքները գլուխները հավաքեն եւ հասկանան, որ սա բիզնես պրոյեկտ չի, որտեղ ամեն մեկը ձգտելու է ապագա, չգիտեմ, այդ բյուջեից իր փայը պոկել կամ ինչպես Քոչարյանն է ասում, լափել, հետո մարսել։ Չէ, այդպես չի։ Հիմա այդ վիճակը չի։ Հիմա այն վիճակն է, երբ հասարակությունը պիտի լրջանա, չէ՞ դա շատ բարդ կլինի, որտեղ քաղաքական ուժերը տեսնում ենք ինչ են առաջարկում։ Եթե առաջարկում են անիմաստ շոուներ, մի կողմում չգիտեմ ահաբեկչություն, սպառնալիք, մի կողմում կրկես, մի կողմում ինչ-որ բաներ, հասարակությունը ոնց պիտի լուրջ ընտրություն կատարի անլուրջ առաջարկների միջև։ Միակ տարբերակը այն է, որ հասարակությունը պիտի հույսը ինքն իր վրա դնի։ Բոլոր այդ շոուները մի կողմ դնի, փորձի հասկանալ, թե լավ, ամեն մեկը եկավ, ընտրությունների մասնակցեց, հունիսի 8-ին ասելու է, ափսոս չստացվեց, ամեն մեկը թողնելու է գնա իր գործելու, բայց 3 միլիոն մարդ ինչ պիտի անի այս երկրում։ Թե մենք էլ պիտի ճամպրուկներս կապենք, ասենք դե լավ չստացվեց, դե մենք էլ գնանք, դե ոչինչ, դե հիմա երկիր էր, կորցրեցինք։ Չէ, այդպես չի։ Համախմբվեք, հասկացեք ինչ եք անում, ում եք ընտրում, ոչ թե շոուների միջև ընտրեք, այլ տեսեք ով է ձեզ ինչ-որ լուրջ բան ասում։ Գնացեք այդ ուժի հետևից, կամ այդ ուժերի հետևից, եթե այդպիսիք մի քանիսն են։ Եթե նույնիսկ կարծում եք, որ շանս չունեն, այս անգամ շանս չունեն, ոչինչ։ 2 տարի հետո, 3 տարի հետո, 5 տարի հետո կունենան, իսկ ով է ասել, որ երկիրը այս ծանր իրավիճակից փրկվելու է քվեատուփերի մոտ, այսպես մի քվեարկությամբ։ Այդպես կախարդական փայտիկ չկա։ Այդ ուրիշ բան, որ ամեն մեկը ինքը իրեն որպես կախարդական փայտիկ է ներկայացնում։ Ինչևէ այսօր այսքանը կհանդիպենք։